Փառքնեժդեհին այսօր հայ առաքելական Սուրբ Եկեղեցու շատ կարևոր տոներից մեկն է Քրիստոսի հարության օրն է, որի կապակցությամբ այսպես են դիմում Քրիստոս հարյավ իմերելոց եւ պատասխանողն ասում է օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Այսօրվա եթերս նվիրելու եմ հարցերի։ Հարցեր կան, որ ես միշտ պնդել եմ, որ բանը չպետք է հասնի ընտրությունների, որովհետև եթե ամեն ինչ մնաց այսպես, այսինքն Ուկրաինա պատերազմը շարունակվելուց եղավ, ասել է թե Պուտինը դեռ ողջ եղավ, Իրանում պատերազմը շարունակվելուց եղավ, այսինքն այաթոլաները, Պուտինի դաշնակիցները շատ կապված են իրար հետ, մեր խնդիրները նաև դրանից չեն լուծվել, պատճառը հենց այդ Պարսկաստանի տվյալ իշխանություններն են իրենց գոյությունն է եղել պատճառը, որ մեր խնդիրները չեն լուծվել, այսինքն չեն կարողացել ռուս-թուրքական ճիրաններից ազատվել։ Եվ հարցեր ուղղված ասում է բան է փոխվել կամ հույսներս կդրենք, դուք ասում եք, որ բանը ընտրության չպետք է հասնի եւ մարդը ընդունել էր իմ ասածը, ցավում էր, բայց հիմա անհանգստացած է ասում, որ բան է փոխվել կամ հույսներս կդրենք, այսինքն մնաց ընտրությունները, որը որ պետք է կեղծվի։ Իհարկե ոչ, մենք մեր պայքարը տանում ենք տարբեր ուղղություններով, իսկապես տարբեր ուղղություններով։ Մեր աջակիցները նախ մեծամասամբ պարտադրել են, որ մենք գնանք ընտրության, եւ երկրորդ շատ ամեն ինչ արագացել է աշխարհում, եւ այդ որ ասում ենք բանը ընտրության չհասնի, կարող է ոչ թե բանը ընտրության չհասնի, այլ այդ բանը, որ պետք է ընտրություն կազմակերպի, ինքը ընտրություններին չհասցնի մասնակցի։ Եվ ամեն ինչ մնա ոնց որ կարգն է եւ դու այնտեղ չլինես։ Այսինքն սա պայքարի եւս մեկ գիծ է, ձեռի հետ էլ ենք տանելու։ Էլի եմ կրկնում, եթե Պուտինը մնաց, Նիկոլը, Ռոբերտը, Սերժիկը, Տաշիր Սամոն, Ծառուկյանը, բոլորը չեն կարող անցնել, բայց էլի 3-ը կանցնեն սրանցից, ոնց որ 21 թվին որոշեցին, որ Նիկոլը, Ռոբերտը, Սերժիկն անցնեն, Կրեմլում որոշեցին։ Հիմա էլ կարող է որոշեն, դե Սերժիկը դուրս չի եկել, տեղը թողել է, ասենք Տաշիր Սամոին։ Հիմա էլ կարող է որոշեն, էլի Ծառուկյանին խաղացնեն, որ նրա ձայները հետո վերջում տենան ինչ են անում։ Ինքը դաշտը պետք է ինչ որ մի քանի տոկոս էլ ինքը պետք է դաշտից չեզոքացնի։ Չեմ կարծում, որ Ծառուկյանին այս անգամ կարող է վստահեն, այն անգամ չվստահեցին, ասացին չէ, տղա, Սերժիկը պետք է անցնի, որովհետև ճիշտ է Նիկոլն ասում էր, որ պետք է սա Շուշին հետ բերենք, Հադրութը հետ բերենք, ասենք ճիշտ է, նես չէ որ մենք ուրախացել ենք, հավատում ենք, բայց իրենք Արցախը հայաթափելու ծրագիր կար եւ որպեսզի խորհրդանը անսասան մնա, իրենց պետք էր վստահելի փորձառու Պուտինի կողմից փորձարկված մարդիկ էին պետք, այսինքն պետք էր փորձառու Նիկոլը արդեն, փորձառու Ռոբերտը, փորձառու Սերժիկը, որոնց վրա ինքը պետք է հենվեր, որովհետև Արցախի հանձնումը դա ոչ միայն քաղաքական ճգնաժամ, այլ պետական ճգնաժամ է։ Ասենք նման դեպքերում ցանկացած երկրում իշխանությունները պետք է հրաժարական տային, կառավարությունները լուծարվում են, պետք է ճգնաժամ առաջանար, բայց չառաջացավ։ 21 թվին ձևավորված խորհրդարանը մինչև օրս գործում է 23 թվին Արցախը հայաթափվելուց հետո։ Այսինքն ասել է թե այդ Արցախի հայաթափումը հավասարապես պատասխանատու են Ռոբերտն ու Սերժիկը նաև, որովհետև իրենք որևիցե բան չարեցին այն կանխելու համար։ Անկամ իրենց սիրելի Պուտինին չասեցին դուք նոյեմբերի 9-ի թուղթ էիր գրել, որին մենք համաձայն ենք, իրենք էլի ես չէ։ Այսքի այդ նոյեմբերի 9-ի թուղթը չկարողացար դու տեր կանգնել։ Չէ՞ պատճառաբանում են Նիկոլը գնաց Եվրոպայում ասեց Արցախն Ադրբեջանն, Նիկոլին ինչ ասել են, Նիկոլը Մոսկվայում ասեց դու Պուտին ջան, դու երբ ինչ ասել ես արել եմ։ Երբ ասել ես Արցախն Ադրբեջանը, ես էլ եմ կրկնել։ Ինչ ասել ես արել եմ։ Ինչն է խնդիրը։ Հասկանում եք։ Եվ խորհրդային Հայաստանի այդ բանն այդ կրծքին գնացել է, որ Պուտինին իր հավատարմությունը ցույց տա։ Տես, Արցախ չկա այստեղ։ Դու ես այդպես ուզել, ես էլ այդպես եկել եմ։ Այսինքն, որ ասում եմ, հետույքը բաց գնացել էր Պուտինի մոտ։ Հիմա մենք ինչ ենք մասնակցում, դա չի շագը, որ մենք մասնակցում ենք ընտրությունները կամ հայտ ենք ներկայացնում մասնակցելու, մենք մնացած պայքարից հրաժարվելու ենք։
աշխարհում ամենից շատ արագ է փոխվում։ Շատ արագ։ Էլի եմ ասում, այնքան արագ, որ չեք պատկերացնի։ Եվ աշխարհում իսկապես բոլորը պատերազմի են պատրաստվում։ Անկամ Գերմանիան է, Եվրոպայի կենտրոնում այն ամենաապահով երկրներից է, չէ՞ աշխարհի Գերմանիան։ Իրար անցում էր առաջացել Գերմանիայում իշխանությունները փորձել էին ճշտեն, թե երկրում 18-ից 45 տարեկան քանի տղամարդ կա բնակվող այս պահին։ Այնտեղ լուրեր էին տարածել, որ գերմանացիներն արգելում են 18-ից 45 տարեկան տղամարդկանց երկիրը լքել։ Նույնիսկ այդ կարգի իրարանցում էր առաջացել։ Բայց Գերմանիան ուղղակի ցանկացել է ճշտել իր քաղաքացիներից առու արական սերի ներկայացուցիչներից առուի համար կներեք Բագրատյանի օրը չգցեք։ Հա։ Արական սերի ներկայացուցիչներ 18-ից 45 տարեկան քանի մարդ կա այս պահին Գերմանիայում, որ ասենք Աստված մի ասի, մի բան լինի, մոբիլիզացիային քանի մարդ կարող է ինքը հավաքագրել էլի։ Անկամ ասես բաներ են գնում, բայց տեսնում եք, չէ՞, մարդը խաղաղություն։ Եվ այդ խաղաղությունը ո՞րն է։ Արևմտյան Ադրբեջանը։ Այսինքն դու պետք է գտնվես, եթե Նիկոլին ընտրում ես, հա, այնտեղից մեկն էլ կար, ասում էր գրել էր, որ հիմա ես չեմ հասկանում, դուք ինչ եք ուզում եք Ռոբերտը գա, թե խաղաղություն լինի։ Անկապ իրար հետ ըսկի չխոսացող բաներ են, որովհետև Ռոբերտը չի գնացել, ինքը խորհրդարանում է։ Արցախը հայաթափվեց, ինքը նորից խորհրդարանում է։ Ինքը դրա պատճառներից մեկն է, որովհետև ոչ մի ցնցում չեղավ Հայաստանում, որովհետև իրենք էին խորհրդարանում։ Եթե ասենք լուրջ ուժ լիներ խորհրդարանում, խորհրդարանը պետք է լուծարվեր։ Ասեմ այդ մարդուն, ով որ Նիկոլագան էր, Քոչարյանը չի գնացել։ Քոչարյանը աջակցում է Պուտինի հրամանով, աջակցում է Նիկոլին։ Պահում է Նիկոլի թիկունքը, որ Նիկոլի իշխանությունը հարատև աշխատի։ Երկրորդ, իսկ ով ասես, որ պատերազմ պրծել է։ Եթե Իլհամն ասում է Արևմտյան Ադրբեջան, նշանակում է, որ ինքը աչք ունի քո տան վրա։ Չասեմ քո վրա, քեզ քշելու են դեղից։ Եթե համաձայն ես ստրուկի կարգավիճակով ապրել, նաև քո վրա։ Արևմտյան Ադրբեջանը դա պատերազմ է։ Եթե Նիկոլն ասում է դու Արցախ մի ասեք, որ պատերազմ չլինի, Ալիևը որ ասում է Արևմտյան Ադրբեջան, դա պատերազմ է նշանակում։ Եվ վերջ։ Սա է ամեն ինչը։ Սա պետք է տարբերեք։ Եվ այս նոր խորհրդարանը, եթե այսպես մնաց Պուտինով, էլի նույնն է լինելու, որովհետև այդ խորհրդարանը իրեն արդարացրեց Պուտինի համար, Արցախը հանձնելուց ոչ մի խնդրեմ չունեցանք։ Ինչը վերաբերվում է Պարսկաստանին։ Կենթանի շփումների ժամանակ տղերքից մեկն ասեց, բա այս բանը որ Ռուսաստանից այդպես ասում ես երես թեք ենք բան բաղուր գազն ասում է հարցնելու են $600, ոնց ենք վճարելու։ Ասի Սյունիքը կդաս, էժան կդա, հետո Գեղարքունիքը կդաս, էժան կդա, հետո քեզ կդաս, էլ չի տա։ Մենք սահմանին վերցնում ենք, չգիտեմ, 160 է, 170 քանի դոլար է, բայց ստանում ենք 300 քանի դոլարով, կրկնակի։ Ես ասել եմ Թուրքիայում այդպես չի տարբերությունը։ Այդտեղ կարծեմ 280 քանի դոլարով են առնում, 320-ով էլ վաճառում են։ Շատ քիչ են մտնում մեջ։ Մեր մոտ 50% մտել են։ Պատկերացնում եք։ Ուստեղ ով է մեղավոր։ Պարսկաստանը։ Պարսկաստանն է, այսինքն Պարսկաստանի գործող իշխանություններն են մեղավոր, որ Ռուսաստանը մեզ այլընտրանք չի թողել։ Շատ ազատ ինքը մեզ ասում է գազդ կանջադեմ, էսդ կանջադեմ, այնդ կանջադեմ։ Կամ ես կամ Ադրբեջանը, չի ասում կամ Պարսկաստանը։ Իսկ Պարսկաստանի իշխանությունները խելոք լսել են, որ դու պետք է Հայաստանին առաջարկ չանես գազի, նավթի։ Հասկանում եք։ Չեն անում մարդիկ, որովհետև Պուտինին ենթարկվում են։ Ես ձեզ ասեմ ավելին, այն կարգի են ենթարկվում, որ իրենց թշնամի Իսրայելը Ադրբեջանում լուրջ կայացած է եւ պատրաստվում է իր դեմ այնտեղ զորքեր է կուտակում, չգիտեմ, ռազմաարդյունաբերություն է զարգացնում, չգիտեմ, ես ինչ էր անում, որ իր հետ պատերազմում օգտագործի։ Այդ ամեն ինչը տեսնելով Արցախի հայաթափման հետ կապված, Արցախի զիջման հետ կապված, ընդհանրապես մի երկու հատ տեղաշարժ արեց, սուրճ ճոճեց ու փախավ գնաց իր տեղը նստեց։ Պարսկաստանի այսօրվա իշխանությունը։ Այսինքն դա էլ Պուտինի կարգադրմամբ, ինքը անգամ Իսրայելի այդ նկրտումների դեմը չառավ։ Այսինքն
Այդ որ մենք այսօր մնացել ենք Լարսի հույսին, ռուսի գազի հույսին, այստեղ Պարսկաստանի իշխանությունները, այսինքն Պարսկաստանի, ասում ենք բարեկամ, բայց Պարսկաստանի իշխանությունները մեր բարեկամը չեն։ Դա իրենց մեղավորությունն է, որ մենք անverջ մնացել ենք ռուսի հույսին։ Այս պատերազմը, որ ասում ենք իշխանափոխություն լինի, այսինքն էլ Պուտինին չի ենթարկվի կամ իշխանություն, որը շատ ազատ կարող է մեզ այժմ գազ առաջարկել առանց վախենալու Պուտինից։ Բենզին առաջարկել, ոչ թե գնանք Իլհամի բենզինը բերենք, Պարսիկի բենզինը բերենք։ Այսպիսի բաներ կա շորտ։ Իսկ դրա համար պետք է ազգային իշխանություն ունենաս, Կրեմլից չկախված։ Էլ եմ կրկնում։ Արցախը հայաթափվեց Նիկոլի հայտարարությունից հետո, երբ որ ասեց Իլհամն ընդեղ ինչ անի մենք չենք խառնվելու, Նիկոլի գլուխը չջարդվեց խորհրդարանում, ոչ Ռոբերտը, ոչ Սերժիկը չջարդեց։ Նրանք անգամ նոյեմբերի 9-ի փաստաթղթին էին կողմ, բայց այսօր այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթն էլ չկա, որի տակ ոչ թե Ռոբերտն էր ստորագրել սիրելի անություն, այլ Նիկոլն էր ստորագրել, բայց Ռոբերտը համաձայն էր այդ թղթին։ Այսինքն ասել է թե Նիկոլի ստորագրության հետ համաձայն էր, բայց չգիտեմ ցույց են տալի, որ իրենք Նիկոլին դեմ են։ Էս է տեղի ունենալու։ Իսկ մենք մասնակցում ենք, որովհետև վաղը կարող արթնանանք, իմանանք, էլ Պուտին չկա։ Ու Պարսկաստանի իշխանություններն էլ արդեն փոխվել են։ Եվ Հայաստանում հանգարց ստացվում այնպես, որ պետք է ընտրություններն ազնիվ ու արդար գնա։ Բայց ժողովուրդը գնալ է ում ընտրի։ Ժողովուրդը սենց տենց մեզ ընտրելու է։ Չեմ ասում բոլորը մեզ են ընտրելու։ Անցողիկ շեմ անցնելու են։ Բայց եթե մնաց այսօր ինչ որ կա, եթե այդպես մնաց, այս պահին ինչ որ կա վիճակը, Պուտինը կա, Այաթոլլաները կան, Նիկոլը կա, Ռոբերտը կա, Սերժիկը կա, Տաշիկ Սամոն կա, Դոդի Գագոն կա։ Խորհրդարանը լինելու է այսպեսին ինչպեսին կար։ Ես 60% ձայներ տանեմ, նկարելու են 0.5, այս անգամ կարող է 2% չկնկարեն։ Խայդարակ անելու համար 0.3% կրեն։ Ասեն որ ընդհանրապես ժողովրդի աչքից ընկել են այդ ազգային ուժերը, այդ Արարատ ուզողները, Արցախ ուզողները, Կիլիկիա ուզողները, ժողովրդի աչքից ընկել են։ Ժողովուրդն ուզում է ամեն ինչ տա Ալիևին։ Ամեն ինչ ուզում է դարձնել Արևմտյան Ադրբեջան, ըստ իրենց, էլի։ Իսկ Նիկոլը, որ ասենք այդպես գնումա տրչենքի է տալի նվագում բանում, ինքը հասկանում է, որ ծանր հանցագործություն է կատարել։ Ինքը հասկանում է, որ ժողովուրդը հենց զգաց, այսինքն զգացել է, բայց այն մասաները, որ արդեն ցնցվեն դուրս գան, ինքը չի կարող դրանց դեմն առնել։ Հիմա շեղում է ուշադրությունները։ Ուզում եմ ցույց տամ, ոչ մի վատ բան տեղի չունի։ Մենք այնքան ուրախ ենք, որովհետև խաղ ենք ապրում։ Տեսեք, այնտեղ պայթում է Ադրբեջանը հրթիռ են գնում, Թուրքիա հրթիռ են գնում, այս կռվի արծում։ Մեր տարածք մի հատ փամփուշտ չի գալիս։ Դա Նիկոլի շնորհքն է։ Պա։ Եվ ինքը տրճնքի է տալի, որ քո ուշադրությունը շեղի, որ քո մոտ տպավորություն լինի, որ իսկապես ամեն ինչ լավ է։ Դա նույնն է, որ պապի թաղմանը դու պարես ու ձևացնես ոչինչ չի եղել։ Շատ կներեք, սթափեղեք։